Մենակ տեղերների մասով, եթե իշխանություն չի դավաճանում, արդեն 6 տարի է Երևանի տնօրինության 2000 եւ ավելի հաստատ։ Էլ չեմ ասում 35 հավատաց ենթակայիններին է։ Ազնիվ լինելու համար շատ հանգիստ կարող էր օրինակ նշվել, որ այդ 2000-ից, չգիտեմ, 1000-ում կատարվել է եւ ունենք այս 15-ատում կամ 20-ատում խնդիր։ Ամբողջ միտքը գործընկերոջս հարցի գիտեք որն է։ Նույն գալիս են ցանցերի ստուգման տարբերակի, չեմ ուզում ծավալվեմ, բայց այն որ ցույց է տրվում միայն վատը։ Բնական է եւ այդպես էլ պետք է լինի, դուք էլ գիտեք, հիմա ուզում եմ երթվեք ասեք չգիտենք, կներեք արտահայտությանս համար չեմ հավատալու, որովհետեւ բոլորս գիտենք ինչ ձևով է ձեռք բերվել եւ ինչ է արվել, ոչ մեկ չի ասել վերջացվել ենք արդեն, եկեք տեսեք լավ ենք արել թե չէ։ Խնդիրը գնահատման մեջ է։ Որպես գնահատական ամբողջ վարույթի նյութերը, անկեղծ եմ ասում, այսպես իմ անձնական կարծիքն եմ ասում, չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, թերություններով պատասխանները շատ կարճ, կիսամունաթային եւ համեմատականը չի տարվել, դուք զրկում եք սեփականատիրոջը լիցենզիայից, առանց համեմատելու թե ինչ արել։ Պարոն Ղազարյան, հասկանալի է։ Եվ ելույթի համար էլի թողեք այդ Չէ, ելույթը ստելին ուրիշ բան եմ ուզում ասել, եւ նաեւ ուզում անդրադառնամ էլ սահմանափակումներին։ Եթե որոշումը բարձ է, ուղիղ ասեք, եղբայր, որոշումը բարձ է, մենք երեկվանից դուք ուզում եք անդադ քիչ լինի, մենք առնվազն 2 շաբթի օր ունենք, առնվազն։ Եթե բարձ է, այսինքն բերում եք մեզ են հիմա որ կասկածի, որ որոշումը կա, բայց ինչ Այս ամբողջ այսօր մի անգամ ասել եմ, ուզում եմ մի հատ էլ ասեմ, ժողովուրդ ջան, այսա ձեր համար է, մեր հայրենակիցների համար է, դուք ինչ որոշում ուզում եք կայացնեք, չկայացնեք, իմ համար շատ հետաքրքիր կտոր է, թե ինչ կարծիք ունենան մեր հայրենակիցները, փաստաբանների համար շատ ավելի հետաքրքիր է, թե դատական ատյանները միջազգային, ոնց որ թե ամենահետաքրքիր կողմը ձերն է, ինչ կապ ունի ժամ պատարակ է, ուզում հասկանալ, 2 շաբթի ունենք, թե չունենք։ Պարոն Ղազարյան, 2 շաբթի ունենք, 3 շաբթի ունենք։ 3 շաբթի ունենք, թե 18-ը։ Առհասարակ կյանքը շարունակվելու է ամսի 18-ից հետո։ Վարույթի մասին ունենք 2 օր եւս տեսականորեն։ Ես քիչ առաջ ասացի, որ մենք ծանրաբեռնված ենք մեր աշխատանքային գրաֆիկով, մենք էլ ունենք հրատապության այլ հարցեր։ Չեմ կստորադասում այս հարցը մնացած հարցերից, բայց կարող եմ հիմնավոր կասկած ունենալ, որ Սամվել Կարապետյանի դատը 2 շաբթի առավոտ 10-ին է եւ ունեք հանձնարարական վերջացնելու սա։ Բացարձակ։ Ինչու՞։ Բացարձակ։ Բայց 2 շաբթի տալիս պատասխանում են, պարոն Ղազարյան, հաստատվեցիք պատասխանեցի, օրակարգին եք վերադառնում, նորից եմ գրգռում, գիտեք ինչ անշանական, ոնց որ հատավորը քաղաքական իմի կոնտեքստով ինչ կապ ունի Սամվել Կարապետյանի 2 շաբթի օրվա դատը գործընթացի հետ։ Իրավունք ուներ իմ հարցի պատասխանը ստանում, թե չէ։ Եթե ունենք 2 շաբթի, 3 շաբթին դուք կասեք, ունենք թե չէ։ Հիմա գիշերով ես առնվազն կարծում եմ դեռևս հարցեր կունենան հասարակական կազմակերպություններ, հուսով եմ հանձնաժողովներ կունենան, որտեղ այնպիսի վարքագիծը դրսևորում, ոնց որ շուտ արագանից վերջացնենք։ Հարց, ուղիղ հարց։ 2 շաբթի օրը հանձնաժողովը սրանից կարևոր ինչ հարց ունի, եթե պետական գաղտնիքի բացահայտեք։ Որովհետև նաև նույն գործընկերն ասեց, որ այդ 10-12 ժամ աշխատել։ Ես մտքից չունեմ 24 ժամ էլ կմնամ։ Ձեր վերաբերմունքը կարելի է բացատրել։ Մենք ըստ էության այս հարցով եկել էինք համաձայնության եւ երբ որ մոտեցանք արդեն ավարտին, դուք նորից վերադառնում եք նույն կետին, փորձ եք անում վերադառնալ նույն կետին։ Բացատրեմ ինչու։ Բացատրեմ ինչու։ Ձեր աշխատանքները, պարոն Ղազարյան, ձեր աշխատանքները Խնդրում եմ, չէ, ես չեմ ավարտել ձեր, չէ, վերջի խոսքը կարելի ձերը լինի, արջը դա չի։ Մի արեք ես չպատասխանեմ, մի րոպե, պարոն Ղազարյան, մի րոպե, նորից հիշեցնում եմ, սա հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի նիստ է, հանձնաժողովի նիստում, նիստի վարման կարգը վերապահված է այդ իրավասությունները ինձ, ես կարող եմ լսել ձեր հարցադրումները, պարտավոր եմ լսել ձեր հարցադրումները, բայց որոշումը կայացնում եմ ես վարման կարգի հետ կապված։ Իհարկե ունեք, դե ավարտեմ ես։ Հիմա 2 օր մենք համբերատար, մանրակրկիտ լսում ենք ձեր հարցերը եւ վերջապես ես եմ որոշելու վարման կարգով, թե երբ ավարտենք այս նիստը։ Դուք ասում եք, որ
շարունակենք 2 շաբթի, շարունակենք 3 շաբթի, ես կորոշեմ։ Իմ խոսքերը ճիշտ են, հա։ Ես ասում ինչն է պատճառը, որ ձեր խոսքը հիշում եք, որ ասեք այսօր ինչ ուզում եք լինի, պետք է ունենանք տրամաբանական ավարտ, ցիտում եմ ձեզ։ Հիմա երկու խնդիր, առաջին ասեցի, երկշաբթի 10-ին Սամվել Կարապետյանի դատ, երկրորդը, արդյոք չեք ուզում հոգնածնեք, եւ երրորդը, արդյոք սա դրա համար չի, որ դահլիճում այլևս մարդ չլինի, լրատվամիջոց չլինի, այդպես շատ լավ, դե դեպքում մի հատ տարական հաց, տարական, որն է խնդիրը, որ երկշաբթի չենք շարունակում, եթե ունեք հրատապգործ, որպեսզի երկու պատասխանած չլինի, եթե պետական գաղտնիք չի, խնդրում եմ հայտնեք, ինչ է դրանից կարելի։ Ես արդեն այդ հարցին պատասխանեցի, պարոն Բազինյան, ես արդեն այդ հարցին պատասխանել եմ, խնդրում եմ եւ առաջարկում եմ այլևս այդ հարցին միանշանակ չբավարարել։ Շրջից կարծում եմ ձեր իրավասությունը չբավարարեց եւ Սամվել Կարապետյանի դատի հետ մեր այս գործընթացը այս մասով առասարակ կապ չունի։ Պարոն Մեսրոպյան, այնտեղ 6-ի 3 կետին չենք անդրադարձել։ Ջան, 6-ի 3 կետին չենք անդրադարձել։ Համեցեք անդրադարձել։ Շատ ներողություն, քանի որ մեզ հնարավորություն չտվեց,